Այս կառավարությունը փաստորեն 8 տարվա ընթացքում իհարկե խոսքը քաղաքացիական պայմանագրի մասին է, երկում չկարողացավ հաստատել սոցիալական արդարություն։ Եվ դա ակնհայտ երևում է 2021 թվականի իրենց կողմից ընդունված ծրագրի ձև չիրականացված։ Վերջերս վարչապետը հայտարարեց, որ 2021 թվականին իրենք ընդունել էին որոշում, որի համաձայն պետք է աղքատության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում կրճատել 50%-ով։ Այդ փաստացի ստացվեց այնպես, որ նրանք արձանագրեցին, որ էական տեղաշարժեր չի եղել եւ իրենք փաստացի այդ ծրագիրը չեն իրականացրել։ Այսինքն այսօր Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական հաշվարկներով 21.7 աղքատություն կա, այսինքն մոտավորապես 650-ից 700,000 մարդ աղքատ է, իսկ իրականում այդ թիվը ավելի մեծ է, եւ կառավարությունը ըստ էության ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Նույնիսկ այն սոցիալական ռեֆորմները, որոնք իրենք փորձում են իրականացնել, դրանք հիմնականում մակերեսային են, չհաշվարկված, առանց պիլոտային ծրագրերի, եւ փաստացի տեսնում ենք, որ մի կողմից աճում է պետական պարտքը, մյուս կողմից նրանք փորձում են լրացուցիչ բարձր տոկոսադրույքներով վարկեր ներգրավել եւ փաստացի երկիրը պահում են պարտքով, բայց միևնույն ժամանակ չեն զլանում իրենց ենթականերին խոշոր պարգևավճարներ նշանակել։ Կարծում եմ, որ մեր հասարակությունը առաջնահերթորեն վիրավորված է եւ կարիք ունի սոցիալական արդարության հաստատման եւ երկաթյա ձեռքի, խոսքը անհատի մասին չի, խոսքը այն քաղաքական թիմի մասին է, որը երկրի, պետության, ազգի շահերը կդասի ավելի վեր, քան թե իրենց նեղ անձնական շահերը։ Գիտեք, իրենք անցած տարի մոտավորապես ինչ-որ $750 միլիոն այդ եվրոբոնդերի փողարկում կազմակերպեցին, կարծեմ, եթե չեմ սխալվում, մոտ 7% է, բավականին ծանր պետական պայմաններով պետական պարտքի վրա, բավականին ծանր պայմաններով իրենք վարկեր են բերում։ Եվ փաստացի ստացվում է, որ կարծեմ, այո, մոտ $2 միլիարդ 2025 թվականին գնացել է պետական պարտքի մարմանը։ Այո, իրենք խուսափում են, որտեղ միևնույն ժամանակ թմկահարում են, որ մեր օրոք պետական բյուջեն ասճելի այսքան աստիճանի, բայց իրենք չեն ասում, որ գիտեք ինչ, իրանց օրոք իրենք ստացնել են երկիրը $6 միլիարդ պետական պարտքով, հիմա 14.2 է եւ 2026 թվականին եթե իրենք շարունակեն պաշտոնավարել, դա էլ լինելու է 16 միլիարդ, իսկ եթե հանգարցակի 5 տարի պաշտոնավարել, երկրաչափական պրոգրեսիվ այդ թիվը հասնում է 25-ից 30 միլիարդ եւ սա չի կապելու մեր հնայի հետ։ Գիտեք ինչ, հիմնականում միջազգային հաշվարկների համաձայն միջինացված այսպես մոդել կա, որ պետական պարտքը մոտավորապես պետք է հավասար լինի հնայի 50%-ին։ Գիտական զարգացած երկրներ, որ դա կարա մինչև լինի հնայի 150, 200, ընդհանուր մինչև 300%, խոսքը Ճապոնիայի մասին, բայց մեր Ճապոնիա չի, մեր Հայաստանի Հանրապետությունն է։ Հետևաբար ցանկացած պարտ, որը պետությունը ներգրավում է, պետք է լինի մտածված եւ հետաքրքիրն այն է, որ այդ $750 միլիոն, որոնք իրենք ներգրավել էին նոր վարկը, դրա մի մասը հատկացվելու է պետական պարտքի արդյունավետ կառավարմանը։ Այսինքն իրանք պարտքով գումար են վերցնում, որ պետական պարտքը արդյունավետ կառավարեն։ Միևնույն ժամանակ ես այսօր նշեցի 8 տարվա ընթացքում 8 միլիարդով ավելացրել են պետական պարտքը, $1 միլիարդ 200 միլիոն պարգևավճար են։ Եթե վերցնենք սովորական միջին ընտանիքը, որը ունի X եկամուտ, նա ինքն չի կարող շռայլություններ թույլ տալ, այսինքն օրերը անցկացնել ռեստորաններում, չգիտեմ, տրվի տուրիստական վոյաժների եւ այլն։ Այսինքն ինքը պետք է իր ծախսերը կատարի իր բյուջեին համապատասխան։ Բայց մենք տեսնում ենք, որ այս կառավարությունը իդեպ վարչապետը հայտարարել է, որ մենք սրա պետական բյուջեին պետք է վերաբերենք որպես մեր ընտանեկան բյուջեի, բառից բուն իմաստով այս իշխանությունը վերաբերվում է դրան որպես սեփական բյուջեի, ոչ թե պետական, այլ սեփական։ Եվ այս առումով ծախսումը ըստ պահանջի, ոչ թե ըստ նպատակների, ոչ թե ըստ սոցիալական ծրագրերի, այլ ըստ պահանջի։ Եթե այս իշխանությունը հունիսի 8-ից հետո վերարտադրվի, սոցիալական կոլապսը լինի, որտեղ իրենց բոլոր հաշվարկները, որոնք ուղղված են սոցիալական ծրագրերին, անհիմն են։ Ինչ է լինելու։ Իրենք արդեն հայտարարել են, որ հունիսից սկսած այն անձինք, որոնք ստանում են կենսաթոշակներ, նպաստներ, պետք է հայտարարում իրականացնել։
Հայտարարման արդյունքում, եթե պարզվեց տվյալ թոշակառուն օրինակի համար ունի, չգիտեմ, մեքենա, որը չի աշխատում, կամ հող, որը ինքը չի մշակում, այդ հիմքով նրան զրկելու են նպաստից։ Այսինքն խոսքը նպաստների մասին է։ Եվ այս առումով հստակ իշխանությունը մի ձեռով տալիս է, մյուս ձեռով վերցնում է։ Դրան գումարած նաև հարկային բեռը ոչ մեկ չի հայտարարել այս իշխանության պատասխանատու չինովնիկներից ոլորտային, որ հունիսից հետո իրանք հարկային բեռը չեն բարձրացնի, որ կյանքը չի թանկանալու, որ ենթադրենք հացը 250 դրամ է, չի դառնալու 450 դրամ, որ առաջի անհրաժեշտության ապրանքները գները մնալու են նույնը։ Նայեք, իրանք երեք ամբողջ օրը թմկահարում են, որ գիտեք ինչ, ընդդիմադիր ուժերը դժգոհ են, թոշակը բարձրացվել է, նաև իրենց ֆեյքերի ֆաբրիկան է դասում։ Չէ, մենք ուրախ ենք, որ երկրում թոշակը բարձրացվի, բայց դա այն հաշվարկով պետք է լինի, որ մյուս ձեռով դու այդ նույն թոշակառուից չվերցնես այդ գումարները։ Գույքա հարկի, աղբի վճարի, դեղորայքի, որի դաշտում մոնոպոլիա տիրը։ Այսինքն ես վստահ եմ, եթե փորձենք մոդելավորել, եթե այս իշխանությունը վերարտադրվի, այն ծախսերը, որը ինքը իրականացրել է այս ժամանակահատվածում, այս 3-4 ամսվա նախընտրական շրջանում, ինքը այդ ծախսերը կրկնակի եւ եռակի անգամ նույն ժողովրդից հետ է բերելու պետական բյուջե, եւ այդ պետական բյուջեից մի հատվածը պարգևավճարների տեսքով բաժանելու են իրենց հավատարիմ հետևորդներին, այսպես ասած, ճակերտային։